Լույս Արավոտի, նորություն չէ, որ միշտ այս տաղավարում հայտնվում են մարդիկ, կարևոր մարդիկ ու մենք միշտ անդրադառնում ենք շատ կարևոր թեմաների, բայց բոլորը գիտեն, որ մենք մի մեծ տեղ ենք տալիս ու պաշտում ենք մարզաշխարհը։ Մարզաշխարհից ունենք շատ լավ ընկերներ, ովքեր որ շատ համեստ հասնում են մեծ հաջողությունների, չեն վանկարկում, ոչ միտեղ չեն գոռում, որ yes, բայց եռագույնը միշտ բարձր են պահում։ Ու այդ մարզիկներից մեկը այսօր այստեղ է, ով առաջին հերթին ես ուզում եմ ասել, որ իսկական հայ է։ Այդ ինչպեսին որ հայը պետք է լինի, նա հենց այդպեսին է, ովքեր որ նրան ճանաչում են 100%-ով կփաստենք, ասեն այո, դու ճիշտ ես։ Նա ամենակարևորը շատ համեստ, կարգին իսկական հայ տղա է։ Ու մեր հյուրն է BMF World Champion, MMA սերիայի բրոնզ չեմպիոն Ռաֆայել Աբրահամյան։ Բարի լույս։ Բարի լույս Արավոտի։ Ինչպե՞ս ենք։ Շատ լավ, դուք։ Շատ լավ, մեր վերջին հանդիպումը հարցազրույցի տեսքով եղել էր մի քանի տարի առաջ, բայց հետևելով քո ինստագրամյան էջերին միշտ տեսնում ենք այդ ակտիվությունը ու ես նկատել եմ ամեն մի հոլովակում, ամեն մի ֆոտոյում մենակ մի բան, որ նախ ոչինչ չի փոխվել ինչ առումով, հա, դու երբեք չունես այդ հետ քայլ դնելը, ինչ որ մտքափոխվելը, մտածելը ու նույնիսկ ես վախենում եմ, գիտես, ում համար, այն մարդկանց համար, ովքեր որ տենց համարցակ վիզով ինչպես կլիներ տենց մարտահրավեր են նետում քեզ։ Ես շատ եմ վախում անհանգստանում ձեր համար, չհայտնվեք հիվանդանոցում։ Ինչպես ես, այո, կա այդ ոգին, այդ էներգիան ու գիտեմ, որ մի քիչ տենց են, որ շատ զբաղված ես, գեր ծանրաբեռնված ես։ Այո, կա, այդ ամեն ինչը գալիս է պարապմունքներից, այդ ամեն ինչը գալիս է ոգևորումից, որ իսկապես թե Instagram, թե սոցցանցերում, թե TikTok, թե Telegram քո հայրենակիցները քեզ ամեն հաղթանակից հետո իր ձևի են մոտիվացնում, այդ ամեն ինչը գալիս է մոտիվացիայից։ Ես ես 4 տարի այն արդեն բնակվում եմ Հայաստանում, տեղափոխվել եմ Հայաստան ու այդ մոտիվացիան ստանում եմ, այդ էներգիան ստանում եմ, դա թույլ է տալիս միշտ առաջ քայլես։ 2026-ին ինչ պլաններ ունեք, արդյոք կլինի տիտղոսի պաշտպանության ինչ-որ մենամարտեր ապագայում։ Ես տիտղոսը պատրաստ էի պաշտպանել թե 25 թվին, թե 26 թվին, ուղղակի Ռուսաստանում կազմակերպությունը MMA սերիան, որը որ անցնում է Մոսկվայում, տարբեր Ռուսաստանի քաղաքներում եւ ինձ թվում է իրավիճակը գիտեք, որովհետեւ վերջի անգամ 25 թվին որ թռա Ռուսաստան սուտկի չէի կարում վերադառնալ Հայաստան, այսինքն այնտեղ մի քիչ իրավիճակը այդքան էլ լավ չի, так что սպասենք իմ մյուս մենամարտը պլանավորած է ապրիլին Բելգիայում։ Մենեջերս շփվում է, տենանք ոնց կավարտվի դա, ես պատրաստ եմ համեմա սերիան։ Բելգիայում ում հետ։ Պարշի հələ հակառակորդը Պարշի, ինձ թվում է եվրոպացի կլինի։ Ամենաառաջնահերթ հարցը, որ մենեջերը եւ կազմակերպությունը հասկանան, պայմանավորություն ստեղծենք, կոնտրակտը ստորագրենք, արդեն այդ հարցերը երկրորդական է։ Պրինցիպի իմ քաշայինից եթե լինի, ասոպի տարբերություն չկա։ Իսկ ինչ որ օրենքներ, ինչ որ կարգեր փոխվել են այս ընթացքում, նկատի ունեմ 25-26 այս միշտ ամեն ինչ փոխվում է։ Եթե գլոբալ ինչ որ մի հարց ենք տալի, ամեն դաժե մի ամիս ինչ որ մի բան փոխում է։ Բայց ինչո՞վ դա պայմանավորված է, դա եմ հասկանում։ Ստանդարտներ գոյություն չունի, չէ։ Սա կոպիտ եմ էլի ուզում ասեմ, երբ որ սպորտի մեջ փող կա, գումար կա, դա 100%-անոց արդեն չի կարա դառնա սպորտ, դա դառնում է արդեն որոշ տոկոսային հարաբերություն, էլի կամ 50% սպորտ, 50% բիզնես, կամ 60% սպորտ, 40% բիզնես։ Ցավոք սրտի, որտեղ որ փող կա, այդտեղ արդեն մի քիչ եղանակը փոխում է։ Դրա համար ամեն ինչ կախված է տրանսլյացիայից, քո դիտումներից, քո մեդիա սոցիալ վիճակից, ամեն ինչ։ Դե ամեն ինչ փողի մեջ չի, բայց այսօր ամեն ինչ փողով է։ Այո։ Գնանք 2025, որովհետև 2025-ն էլ գիտեմ շատ ցենց հագեցած տպավորիչ տարի է եղել, ու մենք հնարավորություն չենք ունեցել շփվելու, քննարկելու այդ ամենը, եթե դժվար չի, հիշենք 2025-ը, որովհետև կարծում եմ շատ լավ տարի է եղել քո համար։ 25 թվին ճիշտ ասած 25-ի սկիզբում ես իմ տիտղոսը նվաճել, կպել եմ Մոսկվայում
բրոնզովի պոյսս, դրանից հետո անցել եմ պատգատովկա պիտի գարունը կպնեի, մայիսին ապրել, բայց այս իրավիճակից Ռուսաստանի տեղափոխեցին։ Գտնվել եմ շատ լավ մարզավիճակում, պատրաստ եղի կպնել, ցավոք սրտի այս տարվա վերջ պատրաստվեցի, վիրահատություն էլ անցկացրեցինք սպորտի հետ կապված, это так сказать обратная сторона медали։ Մեդալի հակառակ կողմը։ Այո, հա։ Երբ որ միշտ պատրաստվում ես մենամարտի, երբ որ միշտ գտնում ես լավ ֆորմի մեջ, ցավոք սրտի պրոֆեսիոնալ սպորտը ոչ թե առողջությունը ավելացնում, այլ տանում։ հա։ Բայց հիմա շատ լավ է, փառք Աստծո, պատրաստ եմ եւ անցել եմ արդեն մարզումների։ 25 թիվը շատ լավ թիվ էր, հույսով եմ, որ 26-ը ավելի լավ կլինի։ Հաստատ։ Ռաֆայել ջան, ինչ խորտ կտակ են պատաններին, ովքեր այսպես հետևում են ձեզ։ Իսկ իրանք շատ են։ Այո։ Խորտ կտամ անկախ ամեն ինչից, միշտ գտնվում են մարդիկ, ով քննադատում են, անկախ ամեն ինչից քայլել միայն առաջ։ Որովհետև երբ որ դու ես հավատում քո ուժերին, քո պլաներին, դա բավական է։ Միշտ պետք է դրական էմոցիա ստանաս։ Ես օրինակ որոշ տարիքից հասկացա, որ իմ համար մարդիկ կիսվում են երկու տեսակի, այսինքն ով որ տալիս է քեզ դրական էմոցիա, ում հետ շփվելուց դու դրական էմոցիա ես եւ բացասական, երբ որ էներգիան խլում են։ Պետք է ուղղակի դա հասկանալ, ինձ թվում է 5 վայրկյանը հերիք է, պետք է միշտ դրական էմոցիաներով առաջ գնաս։ 21-րդ դարում ենք ապրում, Ռաֆայել, ու դու էլ այն մարդկանցից ես, ով անկախ իր ծանրաբեռնվածությունից սոցիալական հարթակներում ակտիվ է, հետևում է ամեն ինչից, այսպես ասած, տեղյակ է ու սոցիալական հարթակները շատ մեծ ազդեցություն են ունենում բոլորի վրա եւ առավելևս մարզիկների վրա, որովհետեւ նախ հնարավորություն է տալիս այն կոնտինգենտին ձեզ ճանաչելու, ովքեր որ ունակ ընդհանրապես հետաքրքրված չեն սպորտով, օրինակ, հա, MMA-ից ընդհանրապես չեն հասկանում, մեկ էլ հոբ հայտնում է, որ Ռաֆայել մի վարքյան, մեր հայրենակից դա սկսում են հետևել իրանց մոտ առաջանում այդ հետաքրքրությունը սպորտի հանդեպ ձեր շնորհիվ ու ես Instagram-ում նկատեցի մի քանի հոլովակ, որ աչքովս ընկել էր, որ շատ մեծ ակտիվությամբ քննարկվում էր, ոգևորված բոլորը կոմենտում էին, լայքերի քանակը չեմ կարող ասել նույնիսկ եւ այլն, դա մի հատված էր, որտեղ դու մրցում էիր թուրք մարզիկի հետ եւ որին չէր ուզում թողնել արդեն որ ամեն կերպ քեզ էին պոկում այսպես ասած նրանից բայց ես հիշում եմ որ մեր հարցազրույցներից մեկ ժամանակ մենք երբ խոսեցինք նման հանդիպում պետք է լիներ Ռուսաստանի Դաշնությունում կրկին թուրք մարզիկի հետ սա նույն հանդիպման մասին է խոսքը թե տարբեր են չէ դա տարբեր են մենք խոսում ենք որ Ռուսաստանում մենամարտել են Բատուխան Ագդումանի հետ դա եղել է եթե չեմ սխալ 19 տոլի 20 թվականին, բայց հենց այդտեղ ա եղել, որ ինքը ասել է այդում հայ մարզիկի գլխի հետևից Instagram-ում էր գրել էր դրա համար, որ խեղդն էի չթողեցի, մի քիչ էմոցիաներս ինձ թվում է պատահում ա տենց։ Երկրորդ մենամարտը, որ անցկացրել եմ թուրք մարզիկի հետ, եղել է Հայաստանում։ Շատ ճիշտ ասած, այդպես կոնֆլիկտային սիտուացիա չի եղել, որ մարդիկ հիշեն, այստեղ եթե կոնֆլիկտ ա եղել, մարդիկ դրանով հիշում են, այստեղ չէ։ Մենամարտել եմ Դվինում Էլդար Կախարմանովի հետ եւ դա ինչպես նայր մարտավերն էտել թե դա ոչ դա գլխավոր մենամարտն էր Հայաստանում առաջի անգամ էի մենամարտում Հայաստանում MMA սերիան հատուկ ինձ համար մենամարտ էր կազմակերպել Դվինում ու գլխավոր մենամարտում ոնց որ ես պետք է կպնեի Էլդար Կախարմանովի հետ շատ հետաքրքիր մենամարտ ստացվեց ու իրան էլ խեղդեցի, բայց իրան թողեցի, հենց ասեցին ստոպ, իրան արդեն թողեցի։ MMA-ը բավականին դաժան եւ բարդ մարզաձև է։ Ինչն է ձեզ ամեն անգամ մոտիվացնում ռինգ դուրս գալ։ Մազոխիստ եք։ Մազոխիստ եք։ Կարող է հնարավոր է, բայց լիքը ֆակտորներ կան, էլի։ Օրինակ, քո ընդհանրապես քո խարակտերը,
ադրենալին է, որ դու սիրում ես դա, ստանում ես դա, որովհետև դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Մարդը օրինակ sense նստած շփվում ենք եւ մենամարտի վախտենցի տեսնեք, չեք ճանաչի, ասեք երկու տարբեր մարդ է, ոնց որ դու դառնում ես ամեն ինչ կողի անցնում։ Ձեր երկրորդ եսը։ Այո։ Հա, այստեղ արդեն կարևոր է քո խելքը, քո ուժը ու քո կոնցենտրացիան։ Իմ մարզիչը Գորազեզյանը, որ մոտիվացնում է, իմ ընկերները ում հետ որ պարապում եմ, իմ ազգը, որ թե կոմենտներում, թե անձնական sense ասում են եփ սպասում են, եւ երեխաները։ Ես մի այլ տիպի սեր ունեմ երեխաների հետ կապված, նաեւ պրոյեկտ ունեմ, որ երեխաների հետ հանդիպում ենք, իմ թիմի հետ մոտիվացնում ենք, պարապմունքներ ենք անցկացնում, ամեն ինչ անում ենք նրա համար, որ այդ սպորտը, սերը սպորտի հանդեպ ինչ որ միտեղ փոխանցել երեխաներին, որ իրանք հասկանան, որ այս սա է, այն ինչ որ կարաս մարդկանց զարմացնես, քո արդյունքներով, թե սպորտի մենամարտներով, ոչ թե կոպիտ ասած փողոցում գտնվել վատ բաներ, դրանը ոչ մեկին չես կարա զարմացնես ու դա լավ չի։ Մենք Ռաֆայել շատ հաճախ, երբ որ մեր հյուրերն են լինում մարդիկ, ովքեր կապում են մարզաշխարհի հետ, մենք բարձրացնում ենք այդ 21-րդ դարի այդ չարիքի թեման, այսինքն թմրանյութերը, ու գրեթե 95, ոչ թե 95%, 100% բոլոր մարզիչները, մարզիկները նշում են, որ սպորտը կապ չունի ինչ սպորտի մասին է խոսքը, նույնիսկ լող կլինի, թենիս կլինի, բոքս կլինի, ֆուտբոլ կլինի, սպորտը այն մեծ կարևոր ուժն է, որը այսպես մեծ մուրճով տապալում է թմրանյութը եւ իմ կարծիքով այո օգնում է մարդուն վերադառնալ դեպի նախ առողջ մարմին, առողջ մթնոլորտ, դա ամենամեծ կարևոր բանը յուրաքանչյուրիս կյանքում ու մենք միշտ յուրաքանչյուր մարզիկին խնդրում ենք մարզիչին, խնդրում ենք, չգիտեմ, նույնիսկ բոլոր նրանց ովքեր որ այդ չարիքի մեջ են այսօր չգիտեն ինչպես ետ կանգնել, իմ կարծիքով սպորտը ամենաուժեղ առաջին տարբերակներից է, դա այդպես է թե ոչ։ Այո, դիսցիպլինա, որովհետև սպորտը քեզ առաջնահերթ սովորացնում է դիսցիպլինային, սպորտը քեզ հնարավորություն է տալիս դու կոպիտ ասած բացվես։ Показать, на что ты способен։ Ցույց տաս թե ինչ կարաս, այո։ Այո, դա այդպես է ու ես մի բան կարամ ասեմ, որ ինձ համար սպորտսմեն երեխան թեկուզ կապ չունի ինչ սպորտի այն քեթում լողի կլինի, MMA կլինի, հեծանիվ կլինի, ինձ համար արդեն այդ երեխան ոնց ասեմ, հարգանք է մեջ, այո։ Այն երեխան, որ թե խոսելու ձևը, թե կոպիտ ասած հագու կապը, փոքր տարիքից իրան ծնողներն են տանից թվում ամեղավոր, եթե ինչ-որ բան այդպես ուրախանում են կոպիտ ասած երեխան ինչ տիպի է մեծանում, արդեն ճիշտն ասած անտիպաթիա է ու դաժե չեմ էլ ուզում այդ երեխայի կողմ նայեմ, ու ինձ թվում է դա բոլորն են հասկանում, ոչ բոլորն են արտահայտվում, ինձ թվում է բոլորն են հասկանում ու պետք է անենց անել, որ այն երեխաներին, որ իրոքից պարապում են սպորտով, ունեն, չգիտեմ, կումիր ունեն կամ ինչ-որ նպատակ ունեն մի սպորտսմենի հետ հանդիպել, դա իրականանա, որտեղ մենք, որ երբ որ փոքր էինք, մենք ուզում էինք շփվենք այն սպորտսմեններին, որ տենում ենք դել, բայց դա այդ հնարավորությունը մենք չունենք։ Իսկ ինձ թվում է հիմա այս դարին սպորտսմենները ու դա շատ լավ է, դա շատ ճիշտ է, արձագանքում են, հանդիպում են, մոտիվացնում են, այսինքն այդ կապը թույլ են տալիս, որ երեխան հասկանա, որ շատ հեռու չեն։ Երեխան երբ որ նոր է սկսում պարապել եւ մարզիկը որ ինչ-որ մի բանի հասել է, դա թույլ է տալիս այդ երեխային հասկանա, որ ինքը պլանկա չունի, այսինքն ինչքան ուզի կարա զարգանա ու հասնի այդ սպորտսմենին։ Ռաֆայելը այն մարզիկներից է, որ կարծում եմ նորից եմ նշում, հա, քո գեր ծանրաբեռնված գրաֆիկից ելնելով, կարծում եմ 2026-ի ընթացքում, եթե ամբողջ թիմով իհարկե որոշեք նման որոշման գաք, լավ կլիներ, երբ որ դուք հանդիպեիք դեռահասների դպրոցականների հետ, որովհետև ձեզ կլսեն, հա։ Ես վստահ եմ, որ ինչ որ դեռահասներ կարող է լինեն, օրինակ ինչ որտեղ ծնողներից մի պահ երես թեքեն, ասեն դե էլի պապան, մաման էլի սկսեցին ինչ որ բան ասել։
բայց դուք որպես փաստացի մեծ հաջողությունների հասած մարդ իսկական հայերեն ասել, որովհետև ինչ խոսում եք հիմքում Հայաստան հայրենիքն է ձեր մոտ, հողն ու ջուրն է։ Իմ կարծիքով այդ հանդիպումները շատ կարևոր են ու օգտակար կլինեն, բարձրացնելով կրկին թմրանյութերի դեմ պայքարը, բարձրացնելով առողջ մարմնում առողջ ոգի, առողջ ապրելակերպը, դա ըստ իս շատ կարևոր է։ Կա ինչ-որ տենց թեմաներ, որ 26-ին հանդիպեք։ Ճիշտն ասած 26-ին այո, մենք լիքը հանդիպումներ ունենք երեխաների հետ կապված եւ այդ կատեգորիա երեխաների հետ է մեծ սիրով, եթե ես իմանամ, ես 1% շանս ունեմ ճիշտ ազդեցություն ունենամ, մեծ սիրով կհանդիպեմ։ Ճիշտն ասած, այդ կատեգորիա երեխաների շփումը չկա, даже միտք չկար։ Կոպիտ ասած, нужен проявить инициативу, էլ ինչ որ մեկը պետք է հայտնվի, որ ասի, գիտես ինչ կա Ռաֆայել ջան, ես կարամ կազմակերպեմ, այսինքն մեծ սիրով կհանդիպեմ, ինձ թվում է դա չի քննարկվում կգաս թե չես գա, եթե շանս կա գոնե 1%, ես ինձի պարտավոր եմ զգում մեծ սիրով, որ հրավիրում են դպրոց, հրավիրում են զալեր, եւ որտեղ որ երեխաներ են, շատ հետաքրքիր շփում է տեղի ունենում ու ինձ թվում է այդտեղ էլ գոնե այդ խոսքի կոպիտ ասած 10 հոգուց մի հոգի էլ շեղվի դեպի սպորտ, դա արդեն մեծ արդյունք է ինձ թվում։ Միանշանակ, շնորհակալ ենք շատ։ Ռաֆայել Աբրամյանն էր մեր հյուրը, BMF World Champion, MMA սերիայի բրոնզ չեմպիոն, ֆանտաստիկ մարդ, իսկական հայ։ Շնորհակալ ենք շատ, որ ժամանակ ես գտել եկել ես մեր մոտ։ Մենք միշտ սպասում ենք քեզ մեր տաղավարում։ Նոր հաղթանակներով։ Այո, նոր հաղթանակներով ու վստահ եմ դեռ շատ կարևոր հանդիպումներ ունենալու ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեզ։